Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպերկինը վերջին շաբաթներին ակնհայտ ակտիվություն է դրսևորում։ Նա հանդիպել է Հայաստանի Հանրապետության 3 նախագահների, քաղաքական շրջանակների հետ, հարցազրույցներ է տալիս հայաստանյան լրատվամիջոցներին։ Ռուսական շրջանակներին առնչվող մեր աղբյուրն ասում է, որ Ռուսաստանը Հայաստանում վերակտիվացման կուրս է վերցնում, աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված։ Նա որոշել է վերականգնել իր դիրքերը։ Եթե Հայաստանի Հանրապետության իշխանությունները պատրաստ լինեն կրկին հետևել ռուսական ուղղությանը, Մոսկվան կվերականգնի համագործակցությունը նրանց հետ, իսկ եթե շարունակեն հավասարակշռել հյուսիսի եւ արևմուտքի միջև, հնարավոր է, որ աջակցեն իշխանափոխությանը։ Ռուսական ազդեցության որոշ ուժեր արդեն ստարտային վիճակի են բերվել։ Օրինակ 2013 թվականին ձևավորված Հայաստանի սոցիալիստական շարժում կուսակցության ղեկավար Ռոբերտ Ահարոնյանը մարտի կեսերից փողոցային ակցիաներ է իրականացնելու։ Ոմանք ռուսական գործոնով են բացատրում նաև Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի թիմակիցների միջև փոխհրաձգությունները։ Դեռ պարզ չէ, թե պաշտոնական Մոսկվան ում կարող է նախապատվությունը տալ։